Եթերում կամուրջ ծրագիրն է։ Աշխարհին ներկայանանք ազգային դիմագծով։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, այսօր մեծ պատիվ ունենք զրուցելու Հայաստանի Հանրապետության երիտասարդ գիտնականներ Գևորգ Վարդանյանի, Ռաֆայել Բարխուդարյանի եւ Լիլիթ Սահակյանի հետ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկա ինստիտուտի կիսահաղորդչային էլեկտրոնիկայի լաբորատորիայի գիտաշխատող, երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ով աշխատում է կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի ուղղությամբ։ Ինչու ընտրեցիք հենց այս բնագավառը։ Դպրոցական հասակում շատ էի սիրում ֆիզիկան, Երևանի պետական համալսարան ընդունվելով ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, ունեի տեսլական, որ պիտի զբաղվեմ կիրառական ֆիզիկայով։ Որտեղ սկսեցիք ձեր գիտական գործունեությունը։ Երբ սովորում էի ռադիոֆիզիկայի էլեկտրոնիկայի ֆակուլտետում, մագիստրատուրայի առաջի կուրսում ես լաբորատորիայում սկսեցի աշխատել։ Իսկ որոնք էին ձեր աշխատանքի խոչընդոտները։ Իհարկե, յուրաքանչյուր ուսանող էլ ունենում է խոչընդոտներ սոցիալական բնույթից կախված, ընդհանուր առմամբ խոչընդոտներ էական չեն եղել։ Ինչ հաջողությունների հասակ կատարած գիտական հետազոտության արդյունքում։ Գիտական հետազոտություն մագիստրատուրայում երբ որ կատարվեց, այդ աշխատանքները հետագայում արդեն պիտի օգտագործվեն, երբ պետք է ընդունվի ասպիրանտուրա, այսինքն շարունակությունն է տեղի ունեցավ դրանից հետո։ Որն էր ձեր աշխատանքի նպատակն ու օգտակարությունը, ինչ օգուտ տվեց հասարակությանը։ Հիմնական նպատակն է այժմ ընթանում են այդ աշխատանքները նոր տեխնոլոգիա մշակել, լազերային փոշենստեցման մեթոդ, որի արդյունքում մենք կստանանք մետաղ կիսահաղորդիչ անցումներ, որոնք կօգտագործվեն միջուկային ճառագայթման դետեկտորներ պատրաստելուն, որը արդեն օգտագործվում է տարբեր բնագավառներում։ Այս պահին ես ունեմ Ռուսաստանի հետ համագործակցության կնքված պայմանագիր, դրամաշնոր շահած, հենց կոնկրետ Ռուսաստանի կողմից ռազմաարդյունաբերության մեջ կիրառություն միանշանակ կարող է գտնել։ Մեր զրույցը շարունակենք մաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռաֆայել Բարխուդարյանի հետ, ով աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում, միաժամանակ դասավանդելով ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում։ Ունի 16 տպագիր աշխատանք եւ կատարել է տեսական մաթեմատիկական բազմաթիվ հետազոտություններ։ Ինչպես որոշեցիք, որ զբաղվելու եք հենց գիտության այս ճյուղով։ Ես փոքր հասակից միշտ իմացել եմ, որ շատ բնական էր, որ ավարտելուց հետո դպրոցը պետք է ընդունվեմ մաթեմատիկայի ֆակուլտետ ու շարունակեմ հենց մաթեմատիկայով։ Երբ եւ որտեղ եք անցկացրել հետազոտական ամբողջ աշխատանքը։ Սկսել եմ մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում ու հետագայում արդեն Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում շարունակել եմ։ Գիտական գործունեությամբ զբաղվելու ճանապարհին հանդիպել եք դժվարությունների, հարթե անցել այդ ճանապարհը։ Ու ներկայումս երևի չկա այդպիսի գիտնական, որ խոչընդոտներ չունենա իր հետազոտություններում, թեկուզ պայմանավորված նրանով, որ հետազոտությունների մեծ մասը անձնական էնտուզիազմի վրա է հիմնված, այսինքն մարդ պետք է բավականին մեջ կամքի ուժ ունենա, որ այս վիճակում կարողանա զբաղվել իր ընտրած գիտության ճյուղով։ Տարբեր տիպի խոչընդոտներ պետք է հաղթահարի, իմ կարծիքով ավելի հարմար է հիմա ներկայացնելու հարցը, որովհետև եւ միջազգային կոնֆերանսների մասնակցությունը զգալի հեշտացել է եւ ցանկության դեպքում հնարավոր է գտնել այդ միջոցները արտասահման գործողումների գնալու։ Այսինքն հնարավորություններ կան, ուղղակի այդ հնարավորությունների հետ մեկտեղ կան այլ հնարավորություններ, որ այստեղից մեկնում են ու հետ չեն վերադառնում։ Շատ մեծ տարբերություն կա այստեղ կատարվող հետազոտությունների ու արտասահմանում, հիմնականում այդ տարբերությունը երևում է ակտիվությամբ, որովհետև եթե մարդ աշխատում է Եվրոպայում օրինակ, այնտեղ եւ հնարավորություններն են փոքր, շատ մարդիկ տարվա մեջ բազմաթիվ տասնյակ կոնֆերանսների են մասնակցում, այլ համալսարաններում համատեղ աշխատանքներ են անում, այսինքն գիտնականի կյանքը Եվրոպայում շատ ավելի ակտիվ է, ավելի բուրն է։ Այստեղ այդ ամեն ինչ ավելի пассив է, դանդաղ է։ Եթե միջազգային կոնֆերանսի կամ համագործակցության գնում է, մարդ տարվա մեջ 1 կամ մաքսիմում 2 անգամ է մասնակցում։ Դանդաղ է ուղղակի մեր մոտ կյանքը ընթանում։ Իսկ այժմ ինչ ուղղությամբ եք աշխատում։ Վերջի տարիներին ավելի շատ աշխատում եմ դիֆերենցիալ հավասարումների թվային լուծումների հետ առնչվող հարցերում։ Այդ ճյուղերը զարգացած են հիմնականում արևմտյան գիտնականների մոտ, այսինքն բազմաթիվ մեթոդներ կան, եղանակներ կան, բայց կան նաև ինչ-որ խնդիրներ, որոնք դեռ լուծումներ չունեն։ Ու այդ խնդիրների համար փորձում ենք գտնել որոշ թվային մեթոդներ ու ալգորիթմներ։
Այժմ խոսենք Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգա նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի լաբորատորիայի ղեկավար, աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանի հետ։ Որպես կին դժվար չէ զբաղվել գիտությամբ, որը շատ ջանք է պահանջում եւ ժամանակ։ Երբևէ չեմ մտածել այդ հարցի շուրջ, կին թե տղամարդ, գիտնական թե ոչ գիտնական, բայց շատ ճիշտ նշեցիք, որ գիտությամբ զբաղվելը շատ ջանք, ինչպես իմ ընկերներն նշեցին, կամք ու ժամանակ է պահանջում, այսինքն սա հասարակական գործունեության կամ ընդհանրապես մարդկային գործունեության այն ոլորտներից է, որ շատ դանդաղ առաջ գնում։ Պետք է նաև շատ ամուր նյարդեր ունենաս, մանավանդ Հայաստանի պայմաններում։ Բայց մյուս կողմից, եթե էլի հաշվի առնենք Հայաստանի պայմանները, ապա մենք դարերով եկած ավելի շատ տղամարդկանց ենք, չէ՞, հավատում բոլոր բնագավառներում։ Դրա համար եթե կին գիտնական ես, 2 անգամ այդ ջանքը պետքա գործադրես, որպեսզի քեզ լուրջ ընդունեն։ Երբ եւ որտեղ եք անցկացրել հետազոտական աշխատանքը։ Հետազոտական աշխատանքները սկսել եմ հենց մեր էկոլոգա նոոսֆերային հետազոտությունների կենտրոնից 12 տարի առաջ, երբ դեռ ուսանող էի ԵՊՀ-ում, եւ հիմա ղեկավարում եմ հենց այդ լաբորատորիան, որում սկսել եմ որպես լաբորանտ։ Եթե գիտության մեջ ես, արդեն ունես որոշակի տրամաբանական քայլեր, որ պետք է անես։ Մեր կենտրոնում է պաշտպանեցի, թեմաս վերաբերում էր Երևան քաղաքի էկոլոգիական խնդիրներին։ Ընդհանրապես բնապահպանությունը այսօր շատերին է հուզում, մանավանդ եթե Երևանում ենք։ Ես զբաղվել եմ Երևան քաղաքի հողերի ծանր մետաղներով աղտոտմամբ ու պետք է ասեմ, որ շատ ակտուալ է։ Հիմա էլ մեր աշխատանքները շարունակվում են։ Մենք արդեն փորձում ենք մի տարյա հետազոտենք Երևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածությունը եւ ելի բացահայտել ենք շատ ու շատ խնդիրներ։ Ունենք փոշու մեջ ծանրաբեռնվածություն ու այդ փոշու մեջ շատ աղտոտիչներ, այդ թվում նաեւ ծանր մետաղներ։ Պետք է ասեմ, որ այդ ամեն ինչը քարտեզագրված է, այդ ամեն ինչը ժամանակին մտել է Երևանի գլխավոր պլանի մեջ, հաշվի առնելով իմից կազմած քարտեզները, այսօր Երևան քաղաքը ունի ֆունկցիոնալ կանաչապատման գիտամեթոդական լուրջ մշակումներ, այսինքն մենք գիտենք, թե որ աղտոտման պայմաններում, որ փողոցում ինչ սառատեսակ պետք է տնկենք, որպեսզի ոչ միայն մաքրենք օդը, այլ նաև ունենանք գեղեցիկ, էսթետիկ քաղաք։ Ուրիշ հարց է, թե ինչքանով է դա կիրառվում։ Երևան քաղաքը սովետական տարիներից եղել է արդյունաբերության ու բնակչության կենտրոնացման տեղ։ Ընդամենը կազմում ենք Հայաստանի Հանրապետության տարածքի 1%-ը, բայց այստեղ միշտ կենտրոնացած է եղել մոտ 34%-ը Հայաստանի բնակչության եւ արդյունաբերության մոտ 50%-ը։ Եթե համամասնորեն նայենք, նույն այդ խորհրդային պատկերը հիմա մեր մոտ է։ Մենք Երևանի համար դեռևս ոչինչ բացի կանաչապատումից չենք մշակել եւ չենք օգտագործել, բայց մենք այդ նույն լուրջ խնդիրներն ունենք հանքալեռնային գոտիներ։ Դրա համար մշակել ենք շատ միջազգային ծրագրեր, հիմա կսպասենք ֆինանսավորմանը, տեսնենք ինչ ենք անելու, եթե նույնիսկ հարցը լիովին չլուծենք, գոնե ճնշումը բնակչության վրա ինչ որ չափով նվազեցնենք։ Հեռանկար կա գիտության մեջ։ Իհարկե, այո, համեմատած նախորդ տարիների որոշակի տենդենց կա դեպի լավը, պետության կողմից թեկուզ դանդաղ քայլերով, բայց ուշադրություն հատկացվում է հատկապես երիտասարդ գիտնականներին, սկսած սոցիալական, վերջացրած հարգանք երիտասարդ գիտնականի նկատմամբ։ Իհարկե, շատ դանդաղ քայլերով են ընթանում, բայց ես լավատես եմ, հույս ունեմ, որ 10 տարի հետո կունենանք լավ արդյունք։ Աշխարհում գիտությամբ զբաղվելու համար շատ փող կա։ Ուղղակի լացել պետությունից անդադ ուզել էդ էլ ճիշտ չէ։ Դրա համար մենք ընտրել ենք այս ճանապարհը, մենք աշխարհի փողերն ենք բերում, բայց այդ փողերը բերելու ճանապարհին է մենք շատ խոչընդոտներ ենք ունենում։ Նույն բիզնեսմենները իրանց ռեսուրսներով հաղթահարում են բոլոր այդ արգելքները, որոնք հաղթահարում են գիտնականները, այդ թվում նաև երիտասարդ գիտնականները։ Երևի մի քանի այդ հարցերը որ լուծվեն, մեր կյանքն է մի քիչ կլավանա եւ գիտնականի վարկանիշն հասարակության մեջ կմեծանա, որովհետեւ եթե ասում ես երիտասարդ գիտնական ես, սպասում են, որ դու անպայման պետքա փող մուրաս պետությունից, ասես, որ վայ ես փող չունեմ, վայ փող տվեք, որ ես գիտությամբ զբաղվեմ։ Անչափ շնորհակալ եմ։ Մեզ հյուրընկալել էին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներ Գևորգ Վարդանյանը, Ռաֆայել Բարխուդարյանը եւ Լիլիթ Սահակյանը։ Զրուցում էր Ելենա Չոբանյանը։